ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանը հասել էր իր հզորության պիկին, գագաթնակետին։ Միլիարդավոր դոլարներ էր դրել բանակի վրա 20 տարուց ավել։ Դիվանագիտությունը հզոր էր 90-ական թվականներին մեզ օգնեց նաև Ադրբեջան մեր հաղթանակին նպաստեց նաև Ադրբեջանի թույլ վիճակը, որ Ադրբեջանը թույլ էր, Ադրբեջանը ներքին անկայուն վիճակ էր, Ադրբեջանը հենց sense հարուստ չէր։ Էդ էլ նպաստեց մեզ, ու մենք կարացանք հաղթենք, այն մեր փառահեղ հաղթանակը տարանք ու 90-ականներին, ու մեր պապերի, մեր պատմական վրեժը լուծեցինք Թուրքից։ Առաջի անգամ, որ մենք Թուրքի հողի վրա զինադադար պարտադրեցինք, ու մեր ցեղասպանության վրեժներ լուծեցինք, Բաքվի, Սումգայիթի ջարդերի վրեժներ լուծեցինք, հաղթեցինք, հասկանում եք։ Իսկ ապրիլյան պատերազմը մենք այդ հաղթանակը վերահաստատեցինք արդեն հզոր Ադրբեջանին, հզոր Ադրբեջանի դեմ։ Որ Ադրբեջանն այդ ժամանակ այս նույն հզոր, այսօր ինչ հզոր է, այս նույն հզոր Ադրբեջանն էր, բայց մենք իրան հաղթեցինք։ 4-րդ օրը իրանք Չերես Մոսկվա զինադադար խնդրեցին, Սերժ Սարգսյանն էլ մի անգամից էլ չասեց հա, մի հատ մտածեց, նոր ասեց հա, համաձայնենք, հասկանում եք, դա փառահեղ հաղթանակ է։ Ու այս սրիկաները այդ հաղթանակը ուզում են ներկայացնել պարտություն, ինչա Սերժ Սարգսյանը չեն սիրում։ Ես այդ եմ ասում, պատմությունը չի գրվում շների հաչոցով։ Լուսնե ջան, աշխատում եմ այդ շներին, այդ վնգստացող շներին, ինչ կազմում է դու հաչան։ Աշխատում եմ էլ բանտեղ չտնեմ, որտեղ մեկը չկա տեն ժամանակաշրջան, որ շուն չլինի։